ինչ գումարներ են պետք սա կառուցելու համար, որովհետև Նիկոլ Փաշինյանի բացատրությունը եղել է մեկը, չափազանց թանկ է, մոտ 1 միլիարդ դոլար պետք է արժենա ճանապարհի կառուցումը եւ դրա համար պատվիրակելու են այդ հարցը Միացյալ Նահանգներին։ Փորձենք հասկանանք իրականում ինչ արժի ճանապարհի շինարարությունը։ 17 թվականին մենք Հայաստանի համահայկական հիմնադրամը կառուցել է Վարդենիս Մարտակերտ ճանապարհը։ Ընդհանրապես այստեղ 114 կիլոմետր երկարությամբ։ Ինչքան փող է ծախսվել ձեր կարծիքով։ 17 միլիարդ դրամ, որի մի զգալի մասը կառուցվել է շատ ավելի բարդ տեղանքում, շատ ավելի բարդ եւ գրեթե զրոյից։ 17 միլիարդ դրամ մոտ 40 միլիոն դոլար։ 1 կիլոմետրը մոտավորապես 400,000 դոլար։ Մի քանի տարի անցել է, դրան գումարենք սղաճը, արժեզրկումը, գումարների եւ մենք հաշվենք 500,000 դոլար։ Դրան գումարենք ավելի լայն ճանապարհ, ավելի լավ, ավելի սիրուն, ներառենք նաեւ ԿՊ-ի օդկատները, որոնց մասին ուղղակի բոլորն են այսօր խոսում, թող այդ ճանապարհը 1 կիլոմետրը լինի 1 միլիոն դոլար։ 43 միլիոն դոլարով կարելի է կառուցել ավտոճանապարհ, երկաթուղային ճանապարհը կա, ուղղակի չկա ռելսերը եւ շպալները, եւս 43 միլիոն դոլար։ Հայաստանի կառավարության պահուստային ֆոնդը 65 միլիարդ դրամ է, 160 միլիոն դոլար։ Եթե 2 տարով վրա կամ 3 տարով վրա բաժանեք, ու 1 տարի պարգևաճառ չստանաք, ուղղակի նույնիսկ վարկ վերցնելու կարիք չկա։ Բալավ ամոթ չեք անում։ Հայաստանի ամենից գրավիչ կտորը հանձնել Միացյալ Նահանգներին, ստեղծել ռիսկեր Իրանի հետ հարաբերություններում, հեքիաթ պատմել 1 միլիոն դոլարանոց ծրագրի մասին, 1 միլիարդ, երբ դու ունես հնարավորություն 2-3 տարում ոչ այդ ճանապարհը կառուցել։